Այսինք կարևոր, շատ կարևոր պատգամներ, շատ կարևոր խոսքեր, որ եղբայրները մեզ փոխանցեցին Սուրս եղբայրը եկեղեցու մասին, եւ մենք պետք է այս շաբաթվա մեջ մտածենք այդ մասին, թե ինչ ուժ ունի եկեղեցին, որ դժոխքի դռները նույնիսկ եկեղեցուն չեն կարող հաղթել, եւ դու այդ եկեղեցու մեջ ես, դրանից երանելի բան չկա, որ երկրում էլ որ լինես, հիշիր, որ դու եկեղեցու մեջ ես, եւ դա քեզ պետք է միշտ թևեր տա, քեզ միշտ պետք է ուրախացնի, հիշիր, գիտեք, իսկ որքան հոգսեր կան, որքան անհնարին բաներ կան, որքան թևաթափ լինող միջոցներ կան, որ մենք լինում որ թևաթափ ենք լինում, կարծես մարդը չի էլ կարողանում ծունկի գալ աղոթել, այնքան այդպես թևաթափ եղած վիճակ է, բայց Աստված միջոց է տվել, խոսք է տվել, որ ծոմապահության միջոցով, ծոմով այդ հարցը կլուծվի, ինչ հեշտ է, որտեղ էլ որ լինես, ոչ նյութական է պահանջվում, ոչ մարմնի ուժ է պահանջվում, երիտասարդություն է պահանջվում, որ կարաս քայլես, ինչ որ տեղ գնաս, որ ոչ մի բան չի պահանջվում, պահանջվում մի բան, ծոմ վերցնել եւ այդ հարցը կլուծվի, որովհետեւ Աստված խոստացել է, եւ Գևորգ եղբայրն ասեց այդ մասին, որքան լավ է, Աստված մեզ ամեն ինչ տվել է։ Ես ուղղակի ուզում եմ անցած անգամ, իհարկե ես նոր եի վերադարձել Չինաստանից, շատ են հարցնում, ինչպիսի հրաշք երկիր է, բան, բայց հոգևորի համար պարզ աչքերով, ես անցած անգամ էլ համառոտ ասեցի, որ պարզ աչքերով տեսնում ես, թե մարդը միայն ու միայն ժամանակավորի մասին է մտածում։ Այո, մոլորակի վրա այդ երկիրը թռիչքային, ասենք, ձևով առաջ է գնում եւ միայն ամեն ինչ ոնց որ կոմունիստների ժամանակ այդպիսի լոզունգ կար, մեծերը կհիշեն, որ գրված էր տրասաների վրա, փողոցներում այդպես գրված էր, ամեն ինչ կոմունիզմի համար, ամեն ինչ կոմունիզմի համար, այդտեղ ամեն ինչ մարմնի համար, ամեն ինչ ժամանակավորի համար, ամեն ինչ փորի համար, պատկերացնում եք, արագ վազելով հասցնում են ամեն ինչ, եւ դա իրանից շատ մեծ վտանգ է ներկայացնում։ Մեռավ մարդը, տարան թաղեցին, երեք համ թաղման ենք եղել, համ էլ պանեխիդ, այսինքն մի օրվա մեջ կարող է պատահի մենք նման մասնակից լինենք նման թաղման արարողությունների, այսինքն որքան է շատացել հողագավորումները եւ հողակավորվեց, դրեցին հողի տակ, ամեն ինչ ավարտվեց, ամեն ինչ ավարտվեց, վերջ արդեն, հուշ է մնում, լավ, վատ, մնում է հուշեր եւ ինչ լավ է, որ մենք տեղյակ ենք եւ ես ուզում եմ մի հարցի մասին նաև այսօր եղբայրների խոսքից հետո ես նորից մի կարևոր մտքի մասին ուզում եմ ասել, որ մենք կարող ենք ոչ թե Չինաստանում լինել, ոչ թե որևէ երկրում լինել, որտեղ արգելվում է ամեն ինչ, ասենք ես անցած անգամ էլ ասեցի, ասեղից սկսած կարաս պատվիրես քո դռան դեմը դնեն, բայց Աստվածաշունչը բացառված է, միայն Աստվածաշունչ, միայն երկնքի մասին արգելվում է։ Դրա համար սիրելիներ, հիմա կարող ենք նաև լինել եկեղեցու մեջ, կարող ենք եկեղեցու մեջ էլ չլինել, բայց շատ հարգել եկեղեցին եւ նույնիսկ լինել լավ հավատացյալի ամուսին, հավատացյալ քրոջ ամուսին լինի, լավ հավատացյալ եղբոր կին լինի, լավ հավատացյալ եղբոր երեխաներ լինեն, կամ հակառակը ծնողներ լինեն, եւ այդպես կարծես մարդը հանգիստ սպասում է, մտածելով, որ իր տղան քարոզում է, իր տղան հովիվ է, իր քույրիկի ամուսինը լավ քարոզում է, եւ այդպես համակերպվի ու անցնեն տարիները, որ Աստված նուժել բերի թողի, նույն ընտանիքում եմ, հարգում եմ, օգնում եմ, հավատացյալներին նուժելի պետք է թողի Աստված։ Եվ այդ մի անգամ այդպես հարց տվեցին, ասում են, ես կինս գիտեք ձեր քույրիկն է շատ լավ հավատացյալ է, ես էլ եմ զգում իդեալական հավատացյալ է, երբ որ հավաքույթը
պետք է գնա ամեն բան թողում է։ Ես զգում եմ ինչպեսի հոգևոր է իմ կինը, բայց ես հավատում եմ, որ իր փեշից կբռնեմ, կփրկվեմ։ Ինչ կասես, հարց է տալի։ Ասում եմ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Դու գիտես, որ հավատում ես, որ երկիրը ջրեղեղով գնացել է մարդկությունը եւ նոր սկսվել է նորից է, դու հավատում ես դա, հա, դա իրականություն է։ Կային տապանի միջի ժողովուրդ եւ տապանից դուրս ժողովուրդ, տապանի մեջ գրված է նույնիսկ կենդանիները փրկվեցին, իսկ տապանից դուրս բոլորը ոչնչացվեցին։ Դա Սուրբ Գիրքն է ասում, դու մտածի։ Եվ ես հենց այդ թեմայով հնարավորին չափ կաշխատեմ այդ թեմայի վրա կանգ առնել։ Սուրբ Գրքում մենք կարդում ենք Ղուկաս ավետարանի 17-րդ գլուխ 34 խոսքից, Ղուկաս 17-րդ գլուխ 34 խոսքը։ Այստեղ մենք կարդում ենք, որ այսպիսի խոսքեր. Ձեզի կսեմ, այս գիշեր, եթե երկու հոգի մեկ անկողնին մեջ ըլան, մեկը պիտի առնվի ու մյուսը ձգվի։ Եթե երկու կին մեկտեղ աղալու ըլան, մեկը պիտի առնվի ու մյուսը ձգվի։ Եվ եթե երկու հոգի արտի մեջ ըլան, մեկը պիտի առնվի ու մյուսը ձգվի։ Գիտեք, այստեղ մենք տեսնում ենք երկու հոգի միասին աղում են, երկու հոգի միասին մի անկողնում մեջ են, դա բնական է, ամուսիններ են, մեկը պետք է վերցվի ու մյուսը թողնվի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Աստված դրել է կարգ եւ ամեն մեկը, որ այս երկրի վրա ապրում է, պետք է ունենա մարդ Աստված հարաբերություն։ Ես այդ օրինակը երևել եմ բերել, դեռ հələ բանակել չէի գնացել, շատ տարիներ առաջ 60-ական թվերներ, մի եղբայր, դե Ռուսաստանից էին մեր ավակ եղբայրները գալիս էին, մի ավակ եղբայր տարիքով այսպիսի մի խոսք ասեց, ես այդ խոսքի վրա շատ մտածեցի, ասեց առավոտը ես մի ժամ շուտ եմ ելնում, աղոթում եմ, հետո ես քնում եմ, հետո կինս ալնում, աղոթում է, հետո միասին ենք աղոթում, բայց ես անհատական պետք է աղոթեմ եւ կինս անհատական աղոթի։ Ես զարմացա, ասի, դե լավ, իրար հետ աղոթեն, ինչի է այդպես անհատական աղոթում։ Եվ հետո անցան ժամանակներ, որ հասկացա, որ անհատական աղոթքը դուրը փակված վիճակում Տիրոջ հետ կապերը դա ոչ մի բանի չի կարելի փոխել։ Մարդ Աստված հարաբերությունը դա ամենագերագույնն է։ Դա մի ես իմ այս երկար տարիների հոգևոր փորձից ելնելով եմ ասում եմ ոչ թե լսելով, այլ այդպես զգալով, այդ զգայարանների մեջ եմ զգացել, թե ինչ է նշանակում, երբ որ դու ոչ մեկը կողքերի չի եւ դու աղոթում ես Տիրոջը։ Լավ է եկեղեցին, եկեղեցու մեջ լինելը, լավ է ընտանիքում աղոթելը, ամեն ինչ լավ է, դրանք հրաշալի են, բայց մարդ Աստված հարաբերությունը անպայման պետք է լինի։ Դրա համար Մատթեոս ավետարանի ես արագ ուղղակի կարդալ, որովհետեւ համարները շատ են, ուղղակի արագ ասեմ։ Մատթեոս ավետարանի 27:44-ում մենք տեսնում ենք Տեր Հիսուսի հետ խաչվածները նույնիսկ սկսեցին անարգել։ Երկու ավազակները, որը խաչվել էին Տեր Հիսուսի կողքերում, սկսեցին գրված է Մատթեոս ավետարանի 27-ում, սկսեցին հետո կարճ ժամանակ հետո երկուսից մեկը, արդեն Ղուկաս ավետարանում կարդում ենք, երկուսից մեկը ապաշխարեց։ Ինչ տեղի ունեցավ այդ մեկի հետ։ Դրանից մենք պետք է նմանվենք Տեր Հիսուսին, ինչ տեղի ունեցավ այդ մեկի հետ, մի ավազակի հետ, որ ասեց մյուսին, որ անարգում էր, ասում էր, եթե դու Աստծո որդին ես, ցած իջիր այս խաչից եւ մեզ օգնիր։ Բայց մյուսն ասեց, ինչ ես այդպես ասում, մենք մեր պատիժն ենք ստանում, բայց ինքը անմեղ է։ Ինչ խոսք Տեր Հիսուսից լսեցին երկուսը, բայց մեկի մոտ եղավ ընդունելություն։
Մեկի մոտ եղավ փոփոխություն, մեկի սրտում փոփոխություն տեղի ունեցավ։ Երբ որ այդ տառապանքի, այդ ցավերի մեջ Տեր Հիսուսն ասեց. հայր, ների, չգիտեն ինչ են անում։ Այդ խաչի վրայի ավազակը, այդ խոսքերը լսելով, երկուսը լսեցին, բայց այդ մեկը միանգամից փոխվեց։ Ասեց սա երկրավոր խոսք չի, սա ցավերի մեջ գտնված մարդու խոսք չի, ցավերի մեջ գտնված մարդը տնկալով խաչի վրայի տառապող մարդու մարմնի ցավերը դա մենք այդ զգացմունքը չենք ունեցել, թե ինչ ցավեր են, բայց այդ ցավերի մեջ այդ ցավացնողներին այդպիսի խոսք ասել հայր, ների, չգիտեն ինչ են անում, նրա մոտ չարությունը, այդ ավազակի մեջ գտնվող չարությունը խոցվեց այդ խոսքերով եւ ինքը ապաշխարեց, ասեց եթե գաս ինձ հիշիր։ Գիտեք սիրելիներ, ես ուզում եմ որպեսզի ուշադրություն դարձնենք ներկայիս ժամանակում, մենք ապրում ենք այս երկրի վրա, սատանայի նպատակն է, որ ժամանակը կորցնի, ժամանակը ամեն ինչով մեզ հասցնի այն տարիքին, այն վարկյաններին, որ մենք մեր հոգին տալու ենք։ Դրա նպատակը դա է, բայց տարբեր մարդկանց տարբեր ձևով է մոտենում։ Ամուսին, որի կինը շատ հարգում կնոջը, նույնիսկ բերում ստեղ մեքենայով եւ հետա գնում, նույնիսկ այդպիսի օգնություններ անելով, մտածելով, որ Աստված իրան ողորմություն կանի, բայց տեսնում ենք, որ դա այդպես չի։ Մենք ուշադրություն դարձնենք, որ անհատական պետք է լինի փրկությունը։ Եթե անհատական չեղավ, մենք գիտենք, որ մարդը ունի ազատ կամք եւ այդ ազատ կամքի մեջ ինքը որոշում է կայացնում։ Ինքը իր որոշումն է առաջնային դառնում եւ տեսնում ենք խաչի վրայի ավազակի որոշումը, թե ինչպես կատարվեց։ Եվ ուշադրություն դարձնենք նաեւ Գործք առաքելոց 26:18-ում կարդում ենք այսպիսի մի միտք, որ մարդը այս երկրի վրա ապրելով առանց Աստծուց հեռու, ես շատ անգամ եմ ասել, 3 կարևոր գործոն է իր վրա գործում, ով ուզում է լինի, սկսած երկրի նախագահից, գիտնականներից, աստվածաբան մարդկանցից, ով էլ ուզում է լինի, նրա վրա եթե Աստծո ներկայությունը չի վայելում, եթե ինքը Աստծուն ճանաչում է որպես փիլիսոփայություն, որպես գիտություն, ինքը Աստծուց հեռու է, ինքը Աստծուց դուրս ապրում։ Եվ ինչ ազդեցություն է իր վրա գործում։ Գործք առաքյալոց 26:18-ում այսպես են կարդում. Անոնց աչքերը բանալու խավարեն լույսի 1 ու սատանայի իշխանությունեն 2 Աստծո դարձնելու, որպեսզի անոնք մեղքերի թողություն գտնեն եւ սուրբերուն հետ մասնակից լինան ինձի հավատալով։ Անոնց աչքերը փակ են, բացվում է, խավարի մեջ են, լույսի է տեղափոխվում եւ սատանայի իշխանությունից ազատվում է մեղքերի թողությունով։ Գիտեք սիրելիներ, սա մարդը ուրիշ ձևով, ուրիշի ապաշխարությունով, ուրիշի ազատագրումով նա չի կարող ազատագրվել։ Նա անձամբ իր հետ պետք է դա կատարվի։ Դրա համար, օրինակ, ինչ է կատարվում գիտության մեջ, աստվածաբանական, այդպես կան համասարաններ Եվրոպայում, որ դասախոսը դասախոսություն անում ժամերով, բայց այդ ժամանակ մարդու սրտում փոփոխություն չի ունենում։ Նրան այդ փոփոխությունը տեղի է ունենում մի հատ անգրագետ տատիկի խոսքից, որ տատիկը խոսում է եւ ինչ է տեղի ունենում այդ պահին։ Ներգործում է տեղի ունենում։ Աստծո խոսքի ներգործում է տեղի ունենում եւ մարդը սկսում է փոխվել։ Ես հիշում եմ, ես կարդացի մի հանցագործ անձնավորության մասին, իր ապաշխարության մասին։ Ասում է ես ինքը տարիներով հանցագործության մեջ էր եղել, շատ մեծ բանկեր էր թալանել, միշտ դատվել էր, միշտ այն որ ասում են կաշսումը ոնց որ բանտում թողած էր, անընդհատ մեր գյուղում մի հատ եզդի գոգո կար, հենց որ ազատվում գալիս էր, ժողովուրդն ասում են կաշսումը թողելա բանտում, էլի հետ է եթալու հեսա շուտով։
Այսինքն այդպիսի մարդ է լինում եւ ապաշխարում է։ Ապաշխարությունից հետո եղբայրներով ինչ որտեղ են գնում, այդպես գնումների ինչ որ բաներ է առնում եւ այդպես լուցկին դրած ալնում, վերջում լուցկին վերցնում է եւ հասարակ բան է դա, մտքովը չի անցնում, որ դա իրենը չի։ Ուղղակի վերջում է դրած լուցկին վերցնում է։ Ասում է, երբ որ ես լուցկին վերցրեցի, այդ անարժեք այդ փոքր բանը, ասում է իմ գլխից մինչև ոտքերը մի հատ տոկի պես բան անցավ։ Ամբողջ կյանքում ասում է, ես մեծ բաններ էի թալանել, բայց այդպես բան տեղի չէր ունեցել։ Այսինքն երկինքը փակված էր այդ հանցագործությունների ժամանակ, բայց երբ որ դա կատարեցի, իմ մեջ երկինքը միջամտեց եւ ես անմիջապես հասկացա, որ դա չի կարելի։ Սիրելիներ, եթե չի կարելին քո կյանքում կատարվում է ոչ թե ուրիշի ասելով, այլ դու ես քո զգայրանների մեջ է կատարվում, ուրեմն երկինքը քեզ միջամտում է։ Ուրեմն Աստված քեզ հետ է։ Աստված քո կողքն է, Աստված քո մեջ է, Աստծուն դուր չի գալիս եւ քո փոփոխությունը զգում ես եւ դու տեղն ես դնում։ Թեկուզ ինչ էլ լինի, քո ներսը չի համաձայնվում։ Մենք պետք է դրան հասնենք։ Եթե այսօր քույր կամ եղբայր դու չես հասել դրան, դու փափակի դրան հասնել։ Ծոմով աղոթքով կհասնես։ Թե ոնց կհասնես, դու մտահոգ եղիր։ Իսկ եթե որևէ բան անում ես ու ոչ բան չի լինում, մեղքի մեջ հաղորդության ես մասնակցում, դեռ Աստծո ողորմությունը քո վրա, ինչպես երեք հաղորդության էինք, եւ Աստծո ողորմությունը քո վրա դեռ համբերատար թակում է ու համբերատար սպասում է, դա չի նշանակում պետք է չարաշահես։ Կգա մի օր, եթե դու խղճմտանք չունես, եթե երկինքը չի մեջամտում քո սխալ քայլերին, իմ սխալ քայլերին, կգա մի օր, որ այդ թակոցը կվերանա եւ խանձված կլինի խղճմտանքը եւ դու կհասնի ավարտ վերջի կետին քո կյանքի եւ դու արդեն ուշ կլինի։ Դրա համար ուշադրություն դարձնենք, որ ուրեմն Աստված տվել է մարդուն ազատ կամք։ Այդ ազատ կամքը մարդը կարող է օգտագործել եւ այդ ազատ կամքը ինքը պետք է իր այս մարմնի մեջ ապրելու ժամանակ ինքը պետք է այդ ազատությունը ոչ միայն երկրավոր մարմնի ազատությունը լինի, այլ երկնքի ազատությունը պետք է լինի իր կյանքում։ Ես ուզում եմ կարդալ 3 համարներ, Ֆիլիպեցիս 3:18, այստեղ ասում է այդ մասին, Վասնզի շատերը կքալեն, որոնց համար շատ անգամ ձեզի կսեի, առաքյալը լացելով ասում այս խոսքերը։ Այսինքն մարդը կարա ազատորեն, ինչպես եղբայրն ասեց, ծոմ պահել, կարող է ինքը միայն իր փորի մասին մտածել։ Եվ այստեղ շեշտում առաքյալը, բազի շատերը կքալեն, որոնց համար շատ անգամ ձեզի կսեմ եւ հիմա լալով ալ կխոսիմ, այսինքն Քրիստոսի խաչին թշնամիներուն համար, որոնց վերջը կորուստ է, որոնց Աստվածը փոքրատարով իրենց որովայինն է ու անոնց փառքը իրենց ամոթն է, որոնք միայն երկրավոր բաներու մասին կմտածեն։ Ես ասեցի Չինաստանում միայն երկրավոր բաների, նույնիսկ էդ էլ իմացա, որ առաջ չէին թույլատրում մեկ երեխայից ավել ունենալ, բայց հիմա թույլատրում են ավել ունենալ, բայց արդեն չեն ունենում։ Արդեն ուզում են իրենց ծնողների պես ապրել, ոնց որ ծնողները միայն մեկ երեխա կամ չեն ունեցել եւ իրենց ամբողջ կյանքը տրվել է այդ փորի, այդ նյութականի վրա մտածելու, այդպես էլ սովորել են ծնողներից եւ նրանք չեն ուզում ունենալ։ Տեսեք, առաքյալը լացելով էր խոսում այդ մասին։ Եվ դրա համար այդ դա անհատական է եւ Կողոսացիս 1:12-ից 15-ը այստեղ էլ ուզում եմ կարդալ գոհանալով հոր Աստծմե, որ մեզ լույսի մեջ բնակվող սուրբերուն վիճակին մասնակիցրալու արժանացուց, որ մեզ
ազատեց խավարի իշխանությունն ու իր սիրելի որդին թագավորությանը փոխադրեց, որով մենք փրկություն ունենք իր այրունովը, այսինքն մեղքերի թողություն, որ մեզ աներևույթ Աստծո պատկերն է բոլոր ստեղծվածներուն անդրանիկը։ Մեղքերի թողություն, այսինքն փրկություն։ Մենք լավ գիտենք, մեղքերի թողություն կամ փրկություն դրանք նույնն են։ Սրբված կամ սուրբ լինել դա մեղքերից ազատագրված։ Դա այդքան հեշտ չլուծվեց, սիրելիներ։ Մեղքի ազատագրումը մարդկության կյանքում դա հեշտ բան չէր։ Եվ երբ որ խորանում ենք, Աստված սիրեց աշխարհը իր միածին որդին այնքան շատ սիրեց, ուրեմն այդ մեղքը մարդկային կյանքի ամենաահավոր չարիքն էր։ Եվ ոչ մի սերոբեներ, քերոբեներ, հրեշտակներ, հրեշտակապետեր, ոչ մեկը այդ գործողությունը պետք է չկատարեր։ Որն է դրա գաղտնիքը, որ Աստված այդ ահավոր բանի համար ուղարկեց իր միածին որդին եւ ազատեց քեզ, ինձ եւ սուրբերին կարգավիճակին հասցրեց։ Փառք Տիրոջը, սիրելիներ, մենք ուշադրություն դարձնենք այդ ազատությունը լինում են այսպիսի դեպքեր, որ Աստված ողորմած է, կսրբի, կմաքրի, ոչ, դա խաբվածություն է։ Ազատությունը Աստված մարդուն տվել է եւ սկսած այն նոր մարդուց, Ադամից եւ Եվայից սկսած մենք տեսնում ենք իրենց ազատության ժամանակ, իրենց ազատ կամքի մեջ կատարվեց այդ վթարը։ Եվ իրենք ազատ կամքով որոշեցին, իրենք ազատության մեջ որոշեցին, որպեսզի Աստծուց հեռանան։ Եվ այդ զգացմունքը, այդ ազատությունը եկել հասել է այս պահը մինչև դու ես որոշում։ Եվ այդ ազատության մեջ մենք տեսնում ենք Աստված մարդուն երեխա է տալիս, Աստված տալիս է պարգև երեխա, կուզենաս կունենար, չես ուզենաս չես ունենա։ Աստված մարդուն կանչում է, գնացեք աշխարհը եւ քարոզեցեք բոլոր ստեղծվածներին։ Մարկոս ավետարան 16-րդ գլխում, ով որ հավատա ու մկրտվի պիտի փրկվի։ Դա ազատ կամք է, հավատա եւ մկրտվի պիտի փրկվի։ Եվ երրորդը ազատ կամքով ընդունում ես Սուրբ Հոգին։ Ես կգնամ եւ ձեզ որբ չեմ թողի, կուղարկեմ Սուրբ Հոգին։ Եղբայրը ասեց այդ մասին։ Սուրբ Հոգին ազատ կամքով կարող ես ընդունել, կարող ես չընդունել։ Տեսեք մարդու ազատությունը ինչ գերագույն է փրկության համար։ Մարդու ազատությունը մարդը իր ազատ կամքով է որոշում։ Ոչ թե կնոջ կամքով, զավակի կամ հոր, կամ հոյուրների, կամ եղբայրների, քույրերի, այլ ազատ կամքով պետք է որոշում կայացնի։ Ով էլ ուզում է լինի, քանի դեռ ինքը իր ազատ կամքով որոշում չի կայացրել, չկա որևէ մեխանիզմ, չկա որևէ միջոց, չկա որևէ մարդկային հնարավորություն, չկա որևէ ուժ, որ կարողանա իրեն փրկության տանել։ Չկա դա։ Սիրելիներ, մենք խաբված չլինենք, երբեք մի մտածի, որ դու լինելով հովիվ կարող ես փրկվել, դու լինելով եպիսկոպոս այդ անունը քեզ փրկության կտանի, դու լինելով լավ քույրիկ, հարգված, բոլորը քեզ սիրում, հարգում են, կամ եղբայր փրկության, ոչ, դու պետք է ունենաս մարդ Աստված հարաբերություն, դու պետք է զգաս մեղք գործելուց քո դուրը չեկավ, դու արեցիր մի բան, որը չի կարելի, չէր կարելի անել։ Եվ Տեր Հիսուսը պարզ ասեց, աշակերտները ուրախացած եկան եւ ասեցին, դևերը մեզ ենթարկվում են։ Էս ինչ բաներ, երևի Հուդան էր ասում։ Էս ինչ է լինում, դևերը մեզ ենթարկվում են։ Այսինքն Հուդայի պես մարդուն նույնիսկ կարող է տրվել, որ դևը ենթարկվի, որովհետեւ միևնույն է, ոչ մի մարդ ինքը չի վաստակել այն հնարավորությունը, որը իրեն տրված է։ Ինքը չի վաստակել։ Տեսեք սիրելիներ, ես սպես օրինակ բերեմ։ Մուրացկանը, երբ որ փող է մուրում, թվում է թե ոչինչ չի անում, թվում է թե ինչ կա, որ նստած մուրում է։ Ոչ, նա ինչ որ մի բան անում է, ինչ է անում։ Հագնում է եսի ինչ ձևի շորեր, դեմքը հատուկ տեսք է ընդունում, հատուկ կարող է պատահի կանգնի հրամայի ասինձի փող տվեք։
ինքը տեսք պետք է ընդունի, ուրեմն գործողություն է կատարում, ինքը աշխատանք է կատարում, որ ինքը որ իրեն տալիս են, իրենք աշխատանքի տալիս են, բայց մենք բացարձակապես ոչինչ չենք արել, հենց ընդհակառակը մեղքի ճայիճի մեջ ենք եղել, բացարձակ ոչինչ չենք արել, եւ մեզ Տեր Հիսուսը տվել է բացարձակ ոչինչ չանելով, բայց ընդունել է մեզնից է, բայց սրտի բաց անել է մեզնից է, կարող են քիչ բաց շատ անգամ խոսվել զինվորներից շատերի փրկության համար, սիրտը լիովին է բացել վիրավորված ժամանակ, արնակ համլելու ժամանակ, աղոթել է, Տեր ես մեղավոր եմ, իմ տատիս Աստված ինձ փրկիր, իմ մամայիս Աստված ինձ փրկիր, եւ զարմանալի ձևով փրկվել է, այսինքն ինչ է կատարվում մարդկային կյանքում, մարդը ինքը մարդ-Աստված հարաբերության մեջ լիարժեք պետք է բացի իր սիրտը, Տիրոջ առաջ եւ պատրաստ է Տերը տալու, եւ ուշադրություն դարձնենք նաեւ Եփեսացիս 4-րդ գլխում, այստեղ էլ ուզում այս համարն էլ կարդալ, 4-րդ գլուխ 21-22 խոսքերը, Թեև անոր վայով լսեցինք եւ անկես սովորեցանք, թե ճշմարտությունը Հիսուսին մեջ է, որպեսզի ձեր վրայեն հանեք այն ձեր առաջվան վարմունք ունեցող հին մարդը, ու խաբեբա ցանկություններով ապականված էր։ Հանեք։ Գիտեք սիրելիներ, այսպիսի մի վտանգավոր խոսք կա, Տերը կանի, դե Տերը թողանի, ես սենց եմ, Տերը թողանի։ Ոչ, որքան ապատահել, տարիներով սիգարետը ծխումա չի կարողանում ազատվել, բայց երբ որ ինքը որոշում է կայացնում, այրան գնով, Սուրբ Գիրքն ասում է, այրուն թափելու չափ մեղքին դեմ կենալ, այրուն թափելու չափ, ցավալով, այսինքն պատկերացնում եք, այն աստիճանի է հասնում իր ցավերը, որ ինքը դեմ է դնում, տրորում է սիգարետը եւ ազատագրվում է։ Փորձը ցույց է տվել, միակ ինքը պետք է որոշում կայացնի, նույնիսկ այրուն թափելու չափ դեմ դնելու այդ մեղքին եւ այդ ժամանակ նոր ազատագրվում է։ Սիրելիներ, մարդու գործոնը համաձայնվելն է, ցավոտ է դա, նեղության մեջ է, դժվարության, կարող է նյութական կորցնես, դու պետք է հիշիր, որ դու ավելին ես սպասվում քեզ, կորցնում ես մի բան, դու ստանալու ես ավելին, դու առանց կորցնելու համաձայնվի, կարող է չկորցվի, դու պետք է համաձայնվես, Աբրահամը համաձայնվեց եւ այդ ժամանակ օրհնությունը ստացավ, Տիրոջը պետք չէր Իսահակի մորթվելը, սպանվելը, Տիրոջը պետք էր Աբրահամի սրտում լուծվելը, այնպես լուծվել, որ երբեք ու երբեք ինքը չփոշմաներ, դրա համար Աստված օգնի մեզ բոլորիս, անհատական փրկությունը մեզ համար ամենագլխավորն է, ոչ մեկը մեզ չի կարող փրկել, ոչ մի անուն մեզ չի կարող փրկել, ոչ մի մեխանիզմ մեզ չի կարող փրկել, մեզ փրկելու է մեր կամքը, մեր ազատ նվիրվելը Տիրոջը, Աստված օգնի, գանք աղոթքով Աստծո առաջ, ամեն։